Սոսի հեռուստատեսության եթերում լուրեր լրատվական ծրագիրն է, բարև ձեզ։ Կանանց իրավունքների կենտրոն հասարակական կազմակերպությունը Մարզ կենտրոնում ոչ բռնությանը կարգախոսով ակցիա է իրականացրել։ Առիթը կանանց հանդեպ բռնությունների դեմ պայքարի միջազգային օրն էր։ Այսօր Կապանի կենտրոնական հատվածներում փուչիկավոր աղջիկներ էին մոտենում անցորդներին եւ առաջարկում ոչ գրել հենց գույնզգույն փուչիկների վրա։ Հետաքրքրվողներին բացատրում էին խոսքը վերաբերում է կանանց հանդեպ բռնություններին։ Գրեթե բոլոր անցորդները տղամարդ թե կին հոժարակամ ձեռքն էին առնում գրիչները։ Ոչ բռնությանը ակցիան նախաձեռնել էր կանանց իրավունքների կենտրոն հասարակական կազմակերպությունը։ Առիթը կանանց հանդեպ բռնությունների դեմ պայքարի միջազգային օրն էր։ Մեր ուղերձն է ոչ բռնությանը եւ նպատակն է խնդրի շուրջ իրազեկվածության մակարդակը բարձրացնել, ինչպես նաեւ փորձենք ինչ-որ կերպ այս խնդրի մոտեցումները վերաբերմունքը հասարակության փոխել։ Որոշակի թվով մարդկանց ինչ խոսք հաջողվեց իրազեկել, հաջողվեց նաեւ գրավել շատ անցորդների ուշադրությունը, բայց կազմակերպությունում հասկանում են, որ դժվար է մեկ հատիկ ակցիայով փոխել հասարակության վերաբերմունքը։ Դանդաղ քայլերով ասենք առաջ են գնում եւ նմանատիպ ակցիաներ, նմանատիպ քայլեր մենք հաճախակի կձեռնարկենք, ունենք պլանավորած մի քանի ակցիաներ, հաճախակի կձեռնարկենք ու փորձենք բարձրաձայնել երևույթը, խնդիրը բարձրաձայնել ու ինչ որ լուծում փորձենք ստանալ, խնդրի լուծման ուղիներ գոնե գտնենք։ Խնդիրը կա, երբեմն բացահայտ, ավելի շատ խողարկված, խանգարում է նաև այդ մասին բարձրաձայն չխոսելու, ինչպես ասում են, աղբը տնից չհանելու արմատացած սովորույթը։ Հասարակական կազմակերպությունը վաղուց արդեն բացել է թեժ գիծ, իսկ խնդրի լուծման ուղիներ փորձելու են գտնել նաև տարաբնույթ քննարկումներ ու միջոցառումներ կազմակերպելով, այնպես որ մեկնարկը տրվել է։ Մինչև գալիք տարվա հունվարի 1-ը վարորդները խորհրդային տարիներին ձեռք բերած վարորդական իրավունքի վկայականները պետք է փոխարինեն նորերով, այլապես կտուգանվեն։ Փոխվել են նաև նոր վկայական ձեռք բերելու կանոնները։ Ճանապարհային ոստիկանության Կապանի հաշվառման քննական բաժանմունքում այս օրերին բազում հերթեր են գոյանում։ Կառավարության որոշմամբ խորհրդային տարիներին ձեռք բերված վարորդական վկայականները մինչև հունվարի 1-ը պետք է փոխարինվեն ազգային վարորդական վկայականներով։ Դրա համար վարորդները 12,000 դրամ պետք է վճարեն։ Այն մարդիկ, ովքեր հունվարի 1-ից մեքենա են վարելու, ունեն անձնական օգտագործման ավտոմեքենա կամ վարորդ են աշխատում, պարտադիր ենթակա է փոխանակման դրանց վարորդական իրավունքի վկայականների, իսկ ովքեր ունեն նախկին սովետական նմուշի վարորդական վկայական, բայց մեքենա չեն վարում, վարորդ չեն աշխատում, երբ ցանկանան, հունվարից հետո կլինի, մայիս կլինի, կարող են ներկայանալ եւ առանց տուգանքի փոխանակել։ Հունվարի 1-ից ճանապարհային ոստիկանները խորհրդային վկայականներ նկատելու դեպքում տուգանելու են 5,000 դրամ։ Ազգային վարորդական վկայականում տվյալները լրացվում են նաև անգլերեն։ Օրական մոտ 50 վարորդ է դիմում վկայականը փոխելու համար։ Կապանի բաժանմունքը սպասարկում է նաև Քաջարան, Մեղրի, Ագարակ քաղաքներին։ Եթե հանրապետությունում առավել եւս որ մնացած հանրապետություններում նույնպես օգտագործվում է, անցնում է այս վարորդական վկայականը։ Փոխվել է նաև նոր վարորդական իրավունք ստանալու կանոնները, այժմ առանց դասընթացների մասնակցելու յուրաքանչյուր անձ տեսական եւ գործնական քննությունների հարցերին ճիշտ պատասխանելով ստանում է վկայական։ Այս դեպքում ապագա վարորդներն ազատվում են դասընթացների համար վճարվող գումարից։ Ես գտնում եմ, որ այս տարբերակով ավելի ճիշտ է, որովհետեւ մարդիկ արդեն պարապվում են, հետո նոր քննություններ են հանձնում նախկինում։ Կարելի ասել եւ սովորողներ կային եւ կային այնպես որ դասընթացին առանց մասնակցելու հնարավոր էր ձեռք բերել վարորդական փաստաթղթերը ավարտման մասին դասընթացների։ Հարցաշարում տեղ գտած 10 հարցից միայն մեկին կարող են սխալ պատասխանել։ Արմեն Աթայանը համոզված է, որ նոր վարորդներն այժմ առավել լավ կտիրապետեն երթևեկության կանոններին, վթարների թիվն էլ կպակասի։ Քաղաքում բացակայում էին ճանապարհային երթևեկության նշանները, որը կամա խոչընդոտներ are ստեղծում երթևեկության համար։ Հիմա փառք Աստծո, ահագին նշաններ տեղադրվել են, բայց դեռևս կան տեղեր, որտեղ կարելի է նորից ավելացնել եւ անհրաժեշտությունը կա դրա համար։ Տիրապետում են հիմնականում ավելի շատ հին վարորդները եւ նոր երիտասարդները, ովքեր արդեն ինքնուրույն քննություն են հանձնել, արդեն բնականաբար ավելի լավ են
տիրապետում կանոններին։ Վկայական ստացողների թիվը նախկինի համեմատ նվազել է, ցանկացողները շատ են, քչերն են կարողանում քննությունը հաղթահարել։ Արշան Վեզիրյանի հիշատակին նվիրված երրորդ մարզական միջոցառումն էր կազմակերպվել մարզկենտրոնում։ 200 պատանիներ ու աղջիկներ էին վիճարկում մրցանակները։ Թիմային պայքարում լավագույնը Կապանի համար 5 հիմնական դպրոցն էր։ Հինգշաբթի կեսօրին Կապանի քաղաքապետարանի մերձակա փողոցը վազքուղու էր վերածվել։ Երրորդ անգամ մեր քաղաքում կազմակերպվել էր ֆիզկուլտուրայի երկարամյա ուսուցիչ Արշան Վեզիրյանի հիշատակին նվիրված մարզական միջոցառումը։ Շուրջ 1 տասնյակ կրթօջախների ավելի քան 200 պատանիներ ու աղջիկներ մարզահագուստով հասել էին Արամ Մանուկյան փողոց։ Հանկարծակի վրա ասած մառախուղը, ծակող ցուրտն ու ձյունը չմթագնեցին մարզիկների ոգևորությունն ու հաղթողի տիտղոսին տիրանալու բուռն ցանկությունը։ Փողային նվագախմբի հնչյունների ներքո տրվեց մեկնարկը եւ 40 րոպեների ընթացքում ի հայտ եկան լավագույնները։ Արշան Վեզիրյանին նրա աշակերտներն ու գործընկերները սիրով են հիշում, առ այսօր իրար պատմում են ուսուցչի զավեշ տալի պատմությունները։ Ինքը անմնացորդ, իրոք անմնացորդ նվիրվեց ֆիզկուլտուրայի շարժման աղափանին։ Ու թեթևաբեդ դրա հիմնադիրներից մեկն էր։ Իր անեկդոտ չի, իրական բան ես, ասեմ, կարող հետաքրքիր բան եմ ասում։ Ինքը բանակում պիտի գնային գրոհի գնային, իրանց բատալյոնը գունդը պարկացեր, որ պարկացեր էլի, ձյուներ ու գիշեր։ Գերմանական հրթիռները լուսավորում էին 5 րոպե մեկ, որ գրակ են գնդակահար են։ Ինքը ասում է, ես ամեն, որ հրթիռը հանգչում էր, ես վեր եկնում 5 րոպե անդադ վազում, որպեսի չսառեմ։ Ու առավոտը, ասում է, առավոտը եզակի մարդիկ, որ կարողացան վեր գնան, բոլորը սառել էին, բայց ինքը էլի ֆիզկուլտուրան իրան օգնեց։ Պատերազմից հետո Արշան Վեզիրյանը Եվրոպայի մրցաշարերի է մասնակցել, հաղթել ու պարգևներ է տուն բերել։ Ունեմ Շմավոն Մովսիսյանի ժապավենը ճարել եմ եւ տանելու եմ Երևան։ Հերս վդենխայ կոչումը ստանալու ժամանակ Շմավոն Մովսիսյանը Եղվարդյուղում նկարահանել է։ Եվ ես դա մեծ չարչարմունքներով ճարեցի այդ ժապավենը, այժմ Երևանում է լույս տեսնելուց Շմավոն բանը Մովսիսյանի թանգարանն էլ կնվիրեմ եւ դա հաջորդ մյուս տարի անպայման կցուցադրվի այդ ժապավենի տեսը։ Եվ ամենահետաքրքիրը նա էր, որ հերս 46 թվի Վենայի Սպարտակիադայում, վայնիների Սպարտակիադայում Վենայում 4 ձևից 3 ձևից առաջի տեղա բռնել։ Եվ դա հիմա այնտեղա Կրասնի գվարդիա թերթ կար։ Այդ թերթում գվարդի լեյտենանտ Վեզիրյան Արշան Նավասարդի 4 ձևից 3 ձևում առաջի տեղա բռնել։ Արադ Վեզիրյանը մտադիր է գտնել այդ թերթի լրագրողներին ու Կապան հրավիրել, նաև որ մասին պատմող անկյուն են ուզում ստեղծել քաղաքի պատմության թանգարանում։ Այդ մասին մտածել ենք, իր ամբողջ արխիվը, ինքը սիրում է արխիվ պահելը, ով անցյալ չի գնահատում, ապագա չունի, այդ միանշանակ։ Միջոցառման վերջում հաղթողների մեդալներ, փափուկ խաղալիք ու ալբոմ նվիրեցին, իսկ Վեզիրյանների ընտանիքի կողմից բոլոր մրցաձևերում առաջին 3 տեղերը զբաղեցնողներն արժանացան դրամական պարգևների։ Եգիպտոսի անցումային կառավարությունը կգլխավորի նոր վարչապետ։ Հարի Փոթերի մասին պատմող վեպի հեղինակը հայտարարել է, թե իրեն պատանդ է զգացել սեփական տանը։ Թողարկման միջազգային լուրերը։ Քամալ Գանզուլին կգլխավորի Եգիպտոսի անցումային կառավարությունը։ Նա ռազմական խորհրդի նախագահի հետ հանդիպելուց հետո համաձայնել է ձևավորել կառավարություն։ 78-ամյա Գանզուլին Եգիպտոսի վարչապետ է եղել Հոսնի Մուբարաքի կառավարման տարիներին։ Նա ղեկավարել է 96-ից 99 թվականներին։ Ավելի քան 10 տարի երկրի քաղաքական կյանքին չմասնակցած Գանզուլին հակակառավարական ելույթների ժամանակ իրեն հեռու էր պահում նախկին վարչակարգից։ Քաղաքացիական կառավարությունը պետք է փոխարինի փետրվարյան հեղափոխությունից հետո Եգիպտոսը կառավարող ռազմական խորհրդին։ Այդ գործընթացը արագացնել ստիպել են զանգվածային ցույցերը, իսկ դրանց պատճառը բանակի դերը երկրի կառավարման մեջ սահմանադրորեն ամրագրելու զինվորականների փորձն էր։ Ցույցերը ցրելու ժամանակ սպանվել է մոտ 40 մարդ։ Հայտնի գրող Ջոան Ռոլինգը, Հարի Փոթերի մասին վեպի հեղինակը, ասել է, թե իրեն պատանդ է զգացել սեփական տանը, որը շրջապատել էին պապարացիները իր գրքի հաջողությունից հետո։ Ռոլինգը բրիտանական լրատվամիջոցների աշխատանքի հետաքննության հարցով ստեղծված Լիվիսոնի հանձնաժողովի նիստում հանդես է եկել վկայի ցուցմունքներով։
Հանձնաժողովը ստեղծվել է News of the World տաբլոիդի աշխատակիցների կողմից հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու սկանդալից հետո։ Ռոլինգը ասել է, թե մեծ տարբերություն կա իսկական լրագրողների եւ տաբլոիդի որոշ ռեպորտյորների միջև։ Հանձնաժողովին ցուցմունքներ է տվել նաեւ հանրաճանաչ կինոդերասանուհի Սիենա Միլլերը, որը դարձել է ապօրինի գաղտնալսումների զոհ։ Նրա անձնական կյանքի մանրամասները հայտնվել են մամուլում։ Լուրեր լրատվականներ եթերում դուք կարող եք ծանոթանալ եղանակի տեսությանը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս մինչ նոր հանդիպում։